Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր պատմական իրադարձություն է, եթեր է հեռարձակվում հերթական մի նոր փոդքասթը և մեր զրուցակիցը Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է, որին ողջունում ենք և անցնում ենք շատ կարևոր զրույցի, շնորհակալություն, որ համաձայնվեցիք այսօր միասին զրուցել շատ կարևոր հարցերի մասին, ի վերջո ինչ է իրական Հայաստանը, ինչ է պատմական Հայաստանը։ Իրական Հայաստանը այն իրականությունն է, որում մենք ապրում ենք այսօր։ Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով, միջազգայինորեն ճանաչված տարածքով, իր ժողովրդավարությամբ, այն բոլոր փոփոխություններով, որոնք այսօր կան, գոյություն ունեն, այն Հայաստանն է, որը հնարավոր է շոշափել։ Իրական Հայաստանն է, Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ հնարավոր է գնալ, որտեղ հնարավոր է ապրել։ Մի հետաքրքիր դիտարկում անեմ, որ մեր հայրենակիցներից շատերը եւ այդ մասին չեն մտածել։ Հայերից բացի պատմական Վրաստան, պատմական Ռումինիա, պատմական Շոտլանդիա նման հասկացողություններ ունեցող այլ ազգերի գիտեք։ Ես չգիտեմ, միգուցե կամ կան ազգեր, որոնք բնականաբար պատմության տարբեր դրվագներում ունեցել են ավելի մեծ պետություն։ Իհարկե, օրինակ կամ ունեցել են ավելի փոքր պետություն։ Լիտվան, այո։ Ես ճիշտ ասած չգիտեմ, լիտվացիները օգտագործում են պատմական Լիտվա արտահայտությունը այն կրքով ու խրոխտությամբ, ինչ մենք, կամ ասենք ոչ պակաս մեծ տարածքներ զբաղեցրած իսպանացիները պատմական Իսպանիա ասում են։ Որ ասացիք մի բան հիշեցի, երբ որ Շվեդիայում էի, գնացինք թանգարան, ամրոց թանգարան, որը դանիական թագավորի ամրոցն էր, ով գրավել էր շվեդական հողերը, ու դա թանգարան էր, իր ննջարանն էր այդտեղ, թագավորի իր դանիացի թագավորի մասին է խոսքը, ով եկել էր եւ գրավել էր շվեդների տարածքը։ Ու ես նայում եմ, մի հələ մի րոպե էլի, ասենք, դուք եք ընդհանրապես սա թանգարան սարքել, դուք պետք է ջնջեիք, վերացնեիք այդ հետքը։ Այդ էլ պարզվեց պատմական Դանիան էր Շվեդիայում, ու ես վստահ եմ, որ Դանիայում էր կլներ պատմական Շվեդիա, միանշանակ, որովհետև շվեդները շատ ավելի 100-ամյա պատերազմի մեջ են եղել։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդին տասնամյակներով կերակրել են պատմական Հայաստանով, որը ավելի լավն է, ավելի մեծ է, ավելի հզոր է, եւ որի համար ոչինչ անել պետք չի։ Բայց ինչպես այո, դա շատ լավ ձևակերպել է Վանո Սիրադեղյանը, այդ պատմական հայրենիքը խնամք չի պահանջում։ Դրա համար էլ ես ուզում եմ, որ մենք մեր սիրելի հայրենակիցներին ասենք, որ իրական Հայաստանը չի հակադրվում պատմականին։ Ընդհանրապես չի։ Որովհետև ես ձեզ մի բան էլ ասեմ, կարող է չեք մտածել այդ մասին, բայց մեկ շաբաթ առաջվա Հայաստանը արդեն պատմական Հայաստան է, որովհետև մտել է պատմության գիրկը բոլոր հետարքիր ու անհետարքիր իրադարձություններով։ Այդ դա պատմական Հայաստանը իրականն է, բայց մեզ պատմական Հայաստան ասելով ստիպել են, որ մենք չսիրենք իրական Հայաստանը, որը ունենք այսօր ու ունենալու ենք վաղը, որ ասենք ինչպես ցավոք սրտի ասելա Պողոս Նոբար Փաշան, ասելա 60,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանին, ասելա սա քարե դագաղ ու բոլորը սենց էսպես ասում են սա քարե ոնց կարա մարդ իր այպետությանը այդպես անվանի, բայց ցավոք սրտի նա եւս այդ դաստիարակության մեջ է եղել, որ եկեք միջև Հայաստանը չլինի Կասպից ծովից միջերկրական ծով, Սև ծովից միջև Պարսից ծոց, դա կեղծ Հայաստանը, որը մենք չենք սիրում։ Ես ուրիշ բան էլ ասեմ հակադրության մասին, շատ ճիշտ եք ասում, հակադրությունը հենց ստեղծել են, որ մենք չկենտրոնանանք իրական Հայաստանի վրա, որ իրական Հայաստանը օգտագործեն լրիվ այլ նպատակներով, այլ աշխարհակաղակական նպատակներով եւ այլն եւ այդպես շարունակ, բայց երբ որ պատմությունը նայում ենք, պատմության ցանկացած դրվագում հայ ժողովրդի նպատակը միշտ եղել է լինել ազատ, ունենալ պետություն, ինքնիշխան լինել, այս կամ այն ձևով, այս կամ այն
կերպ այս կամ այն տարածքի վրա ամեն դեպքում պատմության տարբեր դրվագներում։ Եվ հիմա մենք հասել ենք այդտեղ, եւ ուրեմն իրական Հայաստանն ու պատմական Հայաստանը իրար ոչ թե հակադրվող հասկացություններ են, այլ իրական Հայաստանը պատմական Հայաստանի հաղթանակն է, այսինքն եկել ենք պատմական երազանքի հաղթանակը։ Այո, մենք հասել ենք, հիմա հասել ենք այդտեղ։ Եվ ինչու չենք գնահատում դա, պահում դա, ընդունում դա։ Տեսանելի ձևով մեր հայրենակիցների մենք անդադար պետքա ցույց տալ Հայաստան պետության քարտեզը 1428 թվականից մինչև 1918 թվականը։ Դա անդադ պետք է ցույց տանք, որ տեսնեն, որ դատարկությունից հանկարծ հառնում է պետություն, որի մասին երազում են հարյուրավոր ազգեր, մեզանից ավելի քանակով շատ, ավելի մեծ տարածք զբաղեցնող, բայց մենք դա Աստծո կամոք եւ մեր թափած արյան գնով ստացել ենք եւ հիմա մեկ այլ հարց հարգելի Հովհաննիսյան, ինչու են մեզ դնում անդադ ինչ-որ անհասկանալի ընտրության առաջ, ինչու մենք պետք է ընտրենք կամ գուբերնիա կամ վիլայետ, սա ով է մեզ պարտադրել։ Այս փակուղի տանող ուրեմն էլի հակադրություններ են, ընտրությունն է, ոչ թե հակադրություն, էլ մեզ ընտրության առաջ են մշտապես կանգնեցրել, ասել են կամ հիմա էլ են ասում կամ դուք բան եք դառնալու եք թուրքական վիլայետ, կամ էլ պետքա ուրեմն գնաք ընտրեք հյուսիսային ընկերներին եւ դառնաք ռուսական գուբերնիա։ Ոչ մեկ չի ասում, հələ մի րոպե։ Մենք ոչ էս ենք ուզում եւ ոչ էլ էս ենք ուզում։ Մեր ընտրությունը այդ երկուսի միջև չի։ Կա երրորդ ճանապարհը, ազատ եւ անկախ ազատ, անկախ, ինքնիշխան իրական Հայաստանը, որը կարող է եւ ի վիճակի է իր բոլոր հարևանների եւ գերտերությունների հաստատել նորմալ հարաբերություն, եթե կա թշնամանք, առնվազն կառավարելի պետքա լինի այդ թշնամանք, այդ հարաբերությունները։ Ես չեմ վիճարկում, կարողա չէ, պատմության ինչ որ մի փուլում կար միգուցե այդ ընտրությունը, կամ դու պետքա լինեիր թուրքական վիլայետ, կամ դու պետքա լինեիր ռուսական գուբերնիա։ Եվ պատմության ինչ-որ մի փուլում հայ ժողովուրդը միգուցե չէր ունեցել գործնական հնարավորություն անկախություն ձեռք բերել։ Բնականաբար չենք ունեցել, որովհետև մենք եւ իրացրել ենք այդ հնարավորությունը։ Մենք ունենք եւ բավական մեծ երկիր ունենք։ Այո, իհարկե։ Ու հետարքի երկիր ունենք եւ էլի հիշեմ Վանո Սիրադեղյանի տողերից մեկը, երբ ասում է, երբ Հայաստանի մի քաղաքից մյուսն ես գնում, դու հասկանում ես ինչքան մեծ է մեր երկիրը, կիլոմետրերով տասնյակ, հազարավոր Ռուսաստանում կարող է գնաս եւ ոչ մի լանդշաֆտ չփոխվի։ Մեր մոտ 100-200 մետր տեղափոխությունը առաջացնում է կլիմայի հետարքիր փոփոխություններ, հետարքիր ճանապարհներ։ Դրա համար ես կարծում եմ, որ մենք առաջիկա մի կարևոր հարց պետք է լուծենք, որ մեր ժողովրդի միջից դուրս գա այդ ընտրությունը, կեղծ ընտրությունը։ Մենք նման ընտրություն իրականում չունենք, ոնց որ Շվեյկին, երբ որ հարց տվեցին, ինքը ասեց, ես այդ հարցի պատասխանը չգիտեմ, որովհետև նկուղում հեծանիվ ունեմ։ Մենք այդ հարցին չենք ուզում պատասխանենք, որովհետև մենք նկուղում հեծանիվ ունենք, մենք ոչ գուբերնիա ենք, այո, չկա, գոյություն չունի, եւ էլի մեզ իրական Հայաստանից շեղելու, որովհետեւ ամենատարածված հարցը, որ ես լսում եմ փողոցում, երբ քայլում եմ կամ երբ որ տաքսով ինչ որ տեղից տեղ եմ գնում, ամենաշատ տրվող հարցը էսա, պարոն Ազարյան, իսկ մենք կարող ենք ապրել ադրբեջանցիների եւ թուրքերի հետ։ Ասում եմ, իսկ հակառակը ո՞րն է։ Չապրելը։ Իսկ իրանց հետ ապրել ասելով ինչ են մարդիկ։ Գիտեք, տարբեր են, ցավոք սրտի։ Ո՞րն է այդ, ինչ է նշանակում, ինչ են պատկերացնում։ Ամեն մեկը իր ձևով է պատկերացնում։ Հիմա օրինակ հայերից շատերը գնում են Ռուսաստան խոպան, չէ՞։ Կներեք, ընկերություն են անում, ախպերություն են անում ադրբեջանցիների հետ։ Լիքը պատմություններ կան։ Ոչ թե լիքը, դա համատարած երևույթ է, անհերքելի է։ Եվ նույնը Թուրքիա առևտրի գնացողները, որոնցից ոմանք կարող են Երևանում ինչ-որ սեղանի շուրջ պնդել, որ մենք պետք է վաղը անպայման
փորձենք ազատագրել Կիլիկյան Հայաստանը։ Այո։ Բայց ինքը մյուս օրը գնալու է Ստամբուլ եւ իր գործընկերների հետ առևտրային ինչ-որ հարցեր քննարկել։ Լավ, դա էլ է նորմալ, գիտեք, երբ որ կենցաղային մակարդակով լոպազություն է լինում, նորմալ է, բայց երբ որ դա ուզում են տեղափոխեն քաղաքական դաշտ, դա արդեն տխուր է, բայց ես ուզում եմ մենք այսօր մարդուն ասենք, որ նման ընտրություն չկա, ոչ գուբերնիան ենք ընտրում ու մտածում այդ մասին, ոչ վիլայեթը եւ ոչ էլ մենք խնդիր ունենք ապրելու։ Մենք ընտրել ենք արդեն 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, որ մենք անկախ պետություն ենք։ Եվ անկախ պետությունը ունենում է հարևաններ, ինչպես մարդն է իր բնակարանում ունենում է հարևաններ, մեկը հարբեցող է, մեկը խոշոր օլիգարխ է, մյուսը շատ կասկածելի ինչ-որ մի մարդ է, մեկն է շատ բարի մարդ է, բայց մենք հանուն մեզ ու մեր երեխաների գտնում ենք նրանց հետ հարաբերվելու ձևերը եւ նույնիսկ նոր տարուն մտնում ենք նրանց տները եւ ձևի համար, այո, բայց հանուն մեր երեխաների փչանա հարաբերությունները մենք կարողանանք շարունակել ապրել այդ միջանցքով անցնել, վերելակին հասնել, սեղմել կոճակը եւ իջնել առաջին հարկ։ Երբ որ կենցաղային մակարդակը մենք շատ տաղանդավոր ենք, բայց երբ որ պետությանն է վերաբերում, չգիտես ինչու մեզ պարտադրում են, որ մենք պետք է ընտրենք ինչ-որ չընտրելու բաներ։ Մեզ պետքա չընտրենք։ Մեզ ասում են, որ մենք մեզ պետքա չընտրենք։ Մենք պետքա գնանք ընտրենք ինչ-որ ուրիշ բաներ, որ մեր հետ ընդհանրապես եւ տարօրինակ բան չէ, երևի կա աշխարհում ազգ, որը քննարկում է խաղաղությունը լավ բան է, թե չէ։ Չկա այդպիսի ազգ։ Ես երեք այս գիշեր նախորդ գիշերը, մյուս գիշերը նայում եմ իրանցիների պահվածքը, որոնք իրենց քայլերով, էլեկտրակայանների մոտ նստելով ընտրեցին խաղաղությունը։ Այդպես են ընտրում խաղաղությունը։ Քայլով մեր տղերքը, որոնք զոհվեցին 44-օրյա պատերազմում, ապրիլյան պատերազմում, իրենք էլ էին կռվում խաղաղության համար, որ այսօր մարդիկ խաղաղ ապրեն ու չմտածեն վիլայեթ դառնան, թե գուբերնիա։ Այդ մենք ոնց, գիտեք, մտածել եմ, ինչպես առողջությունը չի քննարկվում, չէ, երբ որ մարդը առողջ է, Աստծուն չի ասում, Աստված շնորհակալ եմ, որ առողջ եմ։ Հենց մի թեթև հիվանդանում է, Աստծուն է հիշում, բժիշկներին է հիշում։ Հիմա մենք ինչպես անենք, որ մարդը հասկանա, որ այդ խաղաղությունը խնամքի կարիք ունի, որ հենց այնպես մենք դա չենք ձեռք բերել։ Ես երեք է զրուցում, որ ասում են դե կա խաղաղություն, հիմա կա խաղաղություն, ես ասում որ Ժողովուրդ ջան, չի լինելու մի պահ, որ մենք գանք ասենք վերջ։ Արեցինք, ասենք մի տարի, 2 տարի, 3 տարի աշխատեցինք եւ ահա վերջ։ Կա խաղաղություն եւ հիմա ինչ ուզում եք արեք, մեկը խաղաղություն անընդհատ դու պետքա հոգ ինքը բան չի, պրոդուկտ չի էլի, արտադրանք չի, որ դեն առողջությունն է պահպանում տարբեր ձևերով, այդ ձեր ասած իպես, որ ամեն առավոտ իհարկե մենք չենք արթնանում, չէ, ասում ինչ լավ է, որ չգիտեմ, տեսնում եմ, ինչ լավ, բայց հենց սկսի մեր տեսողությունը վատանալ, գնալու ենք բժշկի եւ այլն, հետո էլի լավանալու է մեր տեսողությունը, բայց մենք էլի մոռանալու ենք, էլի չենք արթնանալու եւ ասենք։ Դա էլ է բնական եւ այս լավը որ մենք տեսնում ենք։ Ինը խաղաղություն։ Դե դրա համար մենք պետքա մի քիչ ավելի քաղաքական էլիտան, քաղաքական բոլոր ուժերը, գիտեք, ամենավատը կարող են իմ կարծիքով եւ շատ բաներ կարող են գտնել իշխանություններին քննադատելու համար, բայց իշխանություններին քննադատել խաղաղության հասնելու համար, դա ինձ համար ես չեմ պատիվ չի խաղաղությունը քննադատողները, երբ որ հարցնում ես իսկ որն է արժանապատիվ խաղաղությունը, նա հարևան երկրներին ներկայացնում է բավական լուրջ պահանջներ։ Իհարկե։ Եվ ասում ես իսկ նրա համար խաղաղության մասին չեն այդ պահանջները։ Այո, իսկ նրա համար դա արժանապատիվ խաղաղություն կլինի։ Եվ տեսեք, մեզ համար շատ դժվար է, չէ, այսօր խոսել, ասել սիրելի հայրենակիցներ, այդ խաղաղությունը հենց այնպես չեկավ, դա ծանր, դժվար որոշումներ էր։ Ոչ պոպուլիստական որոշումներ էր։ Կարելի էր, չէ, հանուն քաղաքական, այսպես կշռի ասել, ինչ խաղաղություն, միջև մենք այս խնդիրը չլուծենք եւ այդ ընթացքում ամեն օր լուրերով
Երևանում կամ Լոս Անջելեսում լսում են, որ այս ինչը զոհվեց սահմանին, այս ինչը դիվերսիոն արձակման հետևանքով, բայց դե ոչինչ, չէ, կարևորը գաղափարն է։ Այդ որ ասում եք, ես հիշում եմ լրագրող եմ դա երկար տարիներ աշխատել, առաջի բանը առավոտը որ գնում էինք աշխատանքի, բացում էինք ու կարդում էինք դիվերսիոն արձակում եղել է թե չէ։ Նախարարության տարածած հաղորդագրությունները, այս հարավ-արևելյան հատվածում կրակոտ, զոհ, վիրավոր։ Եվ երբ որ նայում ենք, հիմա մենք չենք կարդում, բայց եկեք գնահատենք, չէ։ Բայց մենք լավ բաներին շուտ ենք սովորում, չէ՞, ոնց որ լավ բաներին շուտ ենք սովորում։ Շուտ ենք սովորում ու ցավոք սրտի ոնց որ մի քիչ էլ երախտապարտ չենք լինում եւ նրանց ովքեր որոշումներով բերեցին խաղաղության եւ այն տղերքին, որոնք իրենց քաջությամբ բերեցին խաղաղության, որովհետեւ եթե դու ունես խաղաղություն, դա ինքնին արժանապատիվ խաղաղություն է։ Հիմա պատկերացնում եք մեկը այսօր Իրանում համարձակվի ասի կնքված խաղաղությունը անարժանապատիվ է։ Այ մենք պետք է այս պահանջներն էլ մինչև SSL չլինի, չէ՞ դա անարժանապատիվ խաղաղություն։ Նույնը Ամերիկայում որևէ մեկը չի ասի ինչու Իրանի հետ խաղաղություն, չէ՞ որ սա անարժանապատիվ է, որովհետև խաղաղությունը ինքը ամենավեհ բաներից մեկն է աշխարհում, որ մենք պետքա տեր կանգնենք։ Հիմա մի ցավոտ հարցի մասին էլ կուզեի խոսենք, ասում են կարևորը ոչ թե անկախությունն է ազգի համար, այլ ֆիզիկական գոյությունը։ Այս մասին դուք մտորել եք։ Ֆիզիկական գոյությունը հանուն ինչի՞ չէ։ Անկախության շնորհիվ պետք է նաև ֆիզիկական գոյությունը պահպանենք մենք, չէ՞։ Դե տեսեք հակառակ տեսակետի պնդողները ասում են կարևորը անկախությունը վտանգ է պարունակում։ Մենք կարող է ենթարկվենք հարձակման, բայց իրենք չեն ասում այն մեծ տերության կազմում կապ չունի անունը ինչ կլինի, մենք իբր անվտանգ ենք եղել, բայց եկեք հիշենք օրինակ, քանի հայ է զոհվել առաջին համաշխարհային պատերազմում, այս ու այն ուժեղ պետությունների կազմում, մինչև էլ առաջ։ Եվ Օսմանյան կայսրությունում, եւ ռուսական կայսրությունում։ Երկրորդ համաշխարհայինի պատերազմի ժամանակ, այդ իբր աֆղանական պատերազմի ժամանակ, 30-ականների ռեպրեսիաների տարիներին, բայց մասին ինչու չեն ասում այդ անվտանգության մասին խոսողները։ Դու քո անկախության համար չես կռվում, չես զոհվում, դու գնալու ես ուրիշների համար կռվես։ Այո։ Ու չես ունենալու ոչ անկախություն, ոչ էլ ֆիզիկական գոյություն։ Ոստեղ կարևորը նաև հասկանանք, թե անկախություն ասելով ինչ են հասկանում մարդիկ։ Անկախությունը ո՞րն է առասարակ։ Անկախության հակառակորդները, որոնք մեր ժողովրդի լեզվով ասած ճուզողներն են, մարդկանց ասում են ինչ անկախություն, բայց երբ որ դու ծորենը ներկրում ես, չգիտեմ, չիպեր ես ներկրում, բայց աշխարհում չկա նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հսկայածավալ ապրանքներ եւ զենքեր է ներկրում այլ երկրներից։ Ամենատարբեր երկրներ։ Նույնը Ճապոնիան, նույնը Գերմանիան։ Ես թվարկեցի աշխարհի ուժեղ 3 տնտեսությունները։ Բոլոր պետությունները տարբեր կախվածությունների մեջ են իրարից, մեկը մեկից։ Հենց այս դրանով են իրանք անկախ։ Որտեղ եթե դու մի կետից դա որոշում կայացնելն է։ Այո, եւ նաեւ մի կետից կախվածությունը երբեք անկախություն չի կարող լինի, որտեղ այդ մի կետից կախվածության ժամանակ դա արդեն անկախություն չի։ Այդ արդեն ձեր նշած օրինակում, երբ որ մենք մեր ժողովուրդը գնացել եւ տարբեր պատերազմներում տարբեր երկրների համար իր կյանքն ա տվել, մի կետից կախված ա եղել եւ չի կռվել իր անկախության համար։ Եվ ցավոք սրտի մենք երբ որ այսօր ունենք անկախություն, գտնվում են մարդիկ, որոնք անկախության դեմ ուզում են քարոզչություն անեն, բայց ես վստահ եմ եւ ներողություն եմ խնդրում Աբգարիս նորից հիշատակելու համար, ես միշտ այդ օրինակը բերում եմ եւ այդ օրը ես հասկացա, որ գալիս է մի սերունդ, որի համար անկախությունը արդեն քննարկման առարկա չի։ Երբ որ պատմության գիրքը ձեռքին 13 տարեկանում արագ քայլերով մոտեցավ ինձ ու ասեց հայրիկ չեք ամանչել, որ սпасել եք 91 թվին նոր եք անկախացե, ոնց կարա ազգը ապրի ոչ անկախ։ Այո, ազգը պետք է ձգտի անկախության եւ դա իր ամենաբարձր նպատակն է։ Հիմա ունենք, հիմա պետք է պահենք, զարգացնենք։ Իմ կարծիքով շատ լավ արդեն հասկանում եմ, մենք
ազգային ժողովում դպրոցականների հետ շատ ենք հանդիպում ու ես որ խոսում եմ երեխաների հետ, ես հասկանում եմ, որ ես ուզեմ էլ իրանց չեմ կարա հիմա հակառակ բաներում ասեմ, չէ, լավ բան չի անկախությունը, լավ բան չի ժողովրդավարությունը, հավասարությունը, չէ, տենց ես հասկանում եմ, որ ես կպարտվեմ, եթե փորձեմ իրանց հակառակում։ Ու դա շատ լավ է, որ կպարտվեք եւ փառք Աստծո, այսօր մենք շատ զոհողությունների գնով, տանջանքներով, ամեն տեսակի եկել հասել ենք մի կետի, որ ունենք անկախ պետություն ու այս լավ նոտայով էլ ավարտենք մեր ոդքասթի առաջին մասը եւ հուսանք, որ կշարունակենք հետարքիր զրույցը։ Շնորհակալություն լսարանին։ Շնորհակալություն։